հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան զրոյական տարբերակով։ Հիմքում պետք է դնել մեկնարկ եւ Ռուսաստանը պետք է հայ ժողովրդից ներողություն խնդրի իր հանցագործությունների եւ դավաճանական արարքների համար։ Ռուսաստանը պետք է ապաշխարի իր բազում հանցանքները հայ ժողովրդի հանդեպ։ Այդ թվում 300 միլիոն զենքի գումարի մատակարարումը ուշացնելու, այդ թվում 2020 թվականին իր կողմից պատերազմի արտոնագրումը Թուրքիայի հետ համատեղ, այդ թվում դարձյալ շատ գործարքներ։ Ես մի թեթև ասել եմ, ինչքան էլ մենք Ելցինի անձնական կյանքին փորձում ենք մեկ այլ գնահատական տալ, բայց ես պիտի ասեմ, որ Ելցինի ժամանակ եւ նրա պաշտպանության նախարարի ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր, ես կասեի նույնիսկ փայլուն մակարդակի վրա։ Եթե Ռուսաստանը չգնա խավարան հայ-ռուսական հարաբերություններում կատարած իր բազում մեղքերի համար, եթե չապաշխարի իր մեղքերը, ես գտնում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք հայելային չեն կարող լինել։